Չես խոսալու։ Այդ խահամբերի աղջիկը նոր է եկել, մի բան հյուրասիրի։ Չէ, կարիքը չկա, նորմալ է։ Մամ ջան, արխային, ու առանց հյուրասիրելու չէի ճանապարհելու։ Մի ամաչացրու, կարող է ինձ մոտ չի ուզում խոսել։ Մենք քեզնից գաղտնիքներ չունենք։ Չէ, ամեն դեպքում ճիշտ կլինի ես գնամ։ Աննա Բագրատովna, կարող եք մնալ։ Չէ, Անգելինա ջան, ես գնամ, դուք հանգիստ խոսեք։ Ու չվիճեք։ Հիշեք, կշարքի ամենածանր քարը սերն է։ Չէ, հա, այ մամ ջան, ինչ վիճել։ Կզանգես։ Չհասկացա, ես ինչ ես անում։ Կներես, բայց երևի ճիշտ ես։ Ոնց կարա էս ճիշտ լինի։ Խնդրում եմ, հասկացի ինձ։ Ես չեմ կարող ընտրություն անեմ քո ու ընտանիքիս միջև։ Այդ իմ համար շատ դժվար է։ Ոչինչ։ Այդ դժվարությունները ժամանակի ընթացքում կհարթենք։ Ինչ ընտրության մասին ես խոսում։ Պապան իմ առջև պայման է դրել։ Կամ դու պիտի լինես իմ կյանքում, կամ իրանք։ Դե ոչինչ։ Ջղայնացած ա եղել, մի բան էլ ավել է ասել։ Ժամանակ տուր համ մեզ, համ իրանց։ Շոկի մեջ են։ Չէ, Հենրի։ Մեր ամեն հանդիպումը շատ վատ է անդրադառնում իմ ու ծնողներիս հարաբերությունների վրա։ Իսկ ես այդ չեմ կարող տենց թողնեմ։ Անգելինա, ամեն ինչ կշտկենք։ Այդքան հեշտ ես հանձնվում։ Սերը տենց հեշտ չի նահանջում։ Մատանին վերցրու։ Դոկտոր ջան, մի րոպե, բարև ձեզ։ Մենք էլ ձեզ էինք ման գալիս։ Ես լսել եմ, որ ձեր ձեռքից ամեն ինչ գալիս է։ Հիմա ինձ պետք է, որ մի հատ նենց ինձ սիրունացնեք ու երիտասարդացնեք, որ մի հատ շատ սիրուն ու ինքնավստահ երիտասարդի սիրտը կարողանամ տեղում գրավել։ Հնարավոր է։ Ողջույն աղջիկներ, արդեն ընտրել եք պրոցեդուրան, թե կոնսուլտացիայի կարիք կա։ Ճիշտն ասած ինձ պետք է ուղղակի որ սենց լրիվ վերափոխվեմ։ Օրինակ կարող ենք շուրթերի ծավալը մեծացնել կամ եթե հնարավոր է ընդհանուր մարմնի կորեկցիա անենք։ Հնարավոր է։ Ես որ նիհար եմ, վստահ եմ, որ ինքը ինձ շատ է սիրելու։ Կարող ենք տենց անել։ Դուք շատ երիտասարդ եւ գեղեցիկ եք, կարծում եմ միայն դեմքի խնամքը լրիվ բավարար կլինի։ Հա որ, քիչ չի։ Բացարձակ։ Լավ, ես ձեզ վստահում եմ, մենակ խնդրում եմ նենց արեք, որ սենց հենց տեսնի, ուշ կգնա։ Չնեղվես, հետո ուշքի կբերենք աղբորը։ Ես նեղվելու բան չունեմ։ Ֆայն։ Գիտես չէ, վերջում Հենրին մեկ է ինձ ասիրելու, ինքը ուրիշ տարբերակ չունի, դա ի վերուստ կանխորոշված է։ Գիտես, ես վերևներում լիքը կապեր ունեմ։ Չնայած այն օրը այնքան վատ է իրան պահել աղբերդ, ես վեր եմ կացել, գնացել եմ Վալենտինը շնորհավորեմ, մի հատ նենց ձև տվեց, ջղայնացա։ Բայց չէ, իրականում հետո էլ տարածս մոչիները նենց հավեսով կերավ, սենց վայրենավարի մի բան կա հաստատ։ Այ Հենրի։ Յան ջան, ես գեղեցկանալու դեմ չեմ, բայց վերջապես ստեղ մտցրու, որ Հենրին ուրիշով է տարված։ Ֆայնա, չլսեմ էլ այդ վատ նախադասությունը։ Կապրենք կտեսնենք, եղավ։ Ես վստահ եմ, որ ես քո հարցն եմ դառնալու։ Դոկտոր ջան, իրան մի լսեք էլի, հիմա կարևորը մի հատ ինձ վերափոխեք, սիրունացրեք, երիտասարդացրեք, գնամ Հենրիի սիրտը գրավեմ։ Հիմա ասեք ինչ պիտի անեմ, ուր գնանք։ Կատարելի ենք բիորևիտալիզացիա, որը մաշկին կտա խորը խոնավեցում եւ առողջ թարմ տեսք։ Անտիր, կարևորը սիրունանամ, չեմ համբերում երբեք անելու։ Հենրի դիմացի գալիս է։
այսօր։ Ոնց որ Ռուսաստանի կոդով է։ Անծանոթ համար է։ Հետն էլ տեսազանք։ Արաշկերից չեմ հավատում։ Сколько лет, сколько зим։ Էսուր է իր կոժեր մոջորվել։ Բագրատ Լալայան։ Աչքերից չեմ հավատում։ Ինչ ես ինձ հիշել, արա։ Բարև են դու։ Ասենք թե բարև։ Քեզ հեռու մանեկանք մոտիկ կտանք այդ տղա։ Տեսքդ բատը չի, նենց թարմացած ես երևում։ Ինչ ախ ես զանգել, աղդ ապակաստ է մաղդ։ Ես չեմ զանգել այդ քննարկելու համար։ Յարա, լավ էլի վախացնում ես աղբոր պես Բագրատ։ Ջանս դող ընգավ տնաշեն։ Լեմատ ասա տենամ չես զանգ, արա։ Լսել եմ աղջկաս նեղում եք։ Տողայ։ Այդ նոր ես ինչ է, որ աղջիկ ունես, արա։ Անհետ խշի նման թռր գնացիր, արա։ Ինչ մտքովդ չանցավ, որ կարանք իմանանք, թե ինչ վիճակով աղջկատ մեր կծին մեր վրա ու թռար։ Իմ աղջիկն արդեն ձեր տան 25 տարվա հարսն է։ Հին մեռելները մի հանի թաղելու ու պատասխանի, թե ինչ եք հանկարծ սկսել երեխուս նեղացնել։ Արա դու հələ 30-ը զանգել ես ինձ հաշիվ ես պահանջում։ Արա դու ինչ մարդ ես, արա չկարացիր մի հատ աղջիկ դաստիարակել, արա։ Բերեցիր կապ իր վզներից։ Բա ինչի ես հիմա փրփրել։ Այսքան տարի անցել է նոր եք հիշել, որ այդ վիճակում ա ձեր տուն մտել։ Թե թորանատ պիտի մեծացներ։ Նոր երեխուս օթերը փակեիք։ Լսի կարամ իմանամ դու ով ես, որ խառնվում ես իմ ու Աննայի հարաբերությունների մեջ։ Քիմիկո, Ինչ չես ճանաչում։ Աղջկաս քեզնով անելուց պոչիցս ման էիր գալիս։ Հիմա հարցնում ես ես ով եմ։ Աղջկատ կյանքով 25 տարի չես հետաքրքրվել։ Այդ դրա համար իրավունք ունեմ այդ հարցը տալու։ Ուր էիր մինչև հիմա։ Բա մի հատ գայր տենայիր, կարող է օր ու արև չէի տալիս։ Հա, մի հատ զանգ էիր, հետաքրքրվեիր։ Տնովի ականջները լցրել էիք։ Աննա սերեսս չէր ուզում տեսներ։ Ոնց գայի։ Արա դու հերես, որ աղջիկն ուզենա գա քեզ տեսնի։ Դες դու խով տղա ես դարել։ Արի Հայաստան, արի։ Համ աղջկատ կտենաս, համ էլ մի երկու բան ունեմ առանձին թեմա քո հետ խոսելու։ Ես Հայաստան գալու միտք չունեմ։ Բան ունես ասա։ Դու կասեմ, շատ մի վրազի։ Դրա օրն էլ կգա։ Սրանն է։ Մարդը վրեջներս մատ է թափ տալի։ Հələ դու էլ գնացի նախիրի մեջ այս շիճակատը պաչեցիր, որ դուս գտակ դրան, այդ թյուրի մատություններին, այդ ընտանիքա, որ գնացիր մտար ընդեմ, բերիր կապիր գլխաներիս։ Ասեցի վերցրու մատանին։ Այս ուրիշ բան հրեշտակս։ Հասկացի չի կարա այսքան սիրուն ու բնական ծնված սերը սենց արագ ու անհետ ավարտվի։ Ես այդ թույլ չեմ տա ու մենք պետքա պայքարենք դրա համար։ Ու նենց չի իմ համար տենց հեշտ է։ Գիտեմ։ Դե ուրեմն ավելի լավ որ գիտես։ Չեմ հասկանում ինչա կատարվում մեր ընտանիքների հետ, բայց այդ մեզ չի կարա խանգարի։ Ես այդ թույլ չեմ տա։ Պետք եղավ բոլորին դեմ կգնամ, բայց քեզ չեմ կորցնի։ Ես ու դու ամբողջ կյանքում պետքա միասին լինենք։ Ես այդ զգում եմ։ Ու զգում եմ, որ դու իմ բաժինն ես։ Այսքան նեղություն տվեցիք, Բերի ջան։ Չէ, ինչ նեղություն։
Ես ու Սեմը ձեզ համար ամեն ինչ սիրով ենք անում։ Մենք էլ այդ սերը շահագործում ենք լավ, չէ՞։ Ես չի ասի։ Բայց ճիշտ կլներ, որ դու հիմա Սեմի մոտ լինեիր, ինքը քո կարիքը շատ է ազգում։ Մի ժամ բացակայությունը ոչինչ չի անի։ Հո ձեզ մենակ չէի թողելու։ Անգլինային զանգել ես։ Զանգեցի չպատասխանեց։ Դե լավ, դե ես արդեն գնում, եթե ինչ-որ բանի կարիք լինի կզանգեք։ Շնորհակալ ենք աղջիկս։ Սեմին լավ գնայես, որ շուտ ապակինվի եւ տուն վերադառնա։ Կասես ամոթա, տղեն այդքան երկար չի պարկի, 1000 ու մի գործ կա։ Այն շախմատի տախտակը դատարկ է մնացել։ Իսկ ինքը իր համար հագիստ պարկել է։ Անպայման կփոխանցեմ, բայց նախ եւ առաջ պիտի շախմատ խաղալ սովորի։ Գիտի, ուղղակի ես եմ մեկ-մեկ համահան։ Վերջապես խոստովանեցիր։ Դե վերջ, ես գնացի։ Եթե բան պետք լինի կզանգեք անպայման։ Շնորհակալ եմ, Մերի ջան։ Լավ եղեք։ Անգելինա, որ չի պատասխանում զանգերիս անհանգ ստանում եմ։ Ինձ էլ էս ամենը դուր չի գալիս։ Խոսում եմ, ասում եմ, ծիծաղում եմ, բայց սիրտս կտոր-կտոր է լինում։ Ճակատագրի հեգնանքը աշխարհով մեկ պտտվեց, գնաց այդ տղուն հանդիպեց։ Էլ ուրիշը չկար։ Էլ մի ասա։ Միքայել, ես այդ անետին տանիցս հանելու եմ։ Տանս մեջ ժուճոկ է խաղում։ Արա ձեռիս հացը ուտում է, ու ժուճոկ է խաղում, հասկանում ես ամեն ինչ զանգում այդ Բագրատին զեկուցում է։ Բայց ծատկած Բագրատ այդ աղվես արա։ Արա հատատա է տալի։ Վրա կարայ ժամանակին աղջկա դասիրակեիր, բայց ասել էի մի։ Այդ Բագրատի զանգը հեչ դուրս չեկավ։ Թեման ընդհանրապես պատրվակ էր։ Այ տղա ջան, այդ քոսոտներն ովքեր են, որ այդ էլ պատրվակ լինի։ Այդ դրանցը մենակ ասել խոսելն է։ Դենց էլ իրան չաճեցի չմեծացան։ Մտեք։ Բարև ձեզ։ Կանչել եք ձեզ Միքո։ Հա, արի նստի կարո։ Կարևոր գործ կա։ Հա։ Իմացար, որ ընկերդ ամեն ինչից զրկվել է։ Իմացա։ Դե լավ է, որ իմացար։ Ես ուզում եմ, որ դու իրան ոչ մի բանով չօգնես։ Բայց ո՞նց կլինի դες ձեզ Միքո։ Ընկերս է ուրիշ մարդ չի։ Բայց ո՞նց է զգում իրեն տղա ջան։ Առանց փող ինքը իրան լավ ազգում, հա։ Իրա փոքրիկ գյուղացում չի մոռանում։ Ես տենց անձնական հարցերում չեմ խառնվում, ձեզ Հենդո ջան։ Սուհայզի, արա բայց ինչ սորտ ես, հա, ямորն ես, հա։ Այսօր են մշակել է պետք։ Վերջին կարապետ։ Քեզ մշակել է պետք։ Խնդրում եմ ինձ տեղի չացրա, ես կգնամ։ Էլի սկսեցիր։ Դու հատուկ խնդիրներ ես ման գալիս Հենրի։ Չէ, ուղղակի ես այնքան հասուն եմ, որ չեմ հասկանում մեր հարաբերությունները թաքուն պահելու իմաստը։ Ես էլ շատ բան չեմ հասկանում։ Բայց քանի դեռ մեր ծնողները դեմ են, մենք չենք կարող շփվենք, որովհետև անընդհատ կռիվներ են, իսկ ես չեմ ուզում այդպես լինի։ Ավելի լավ է ինչ-որ ժամանակ դադար վերցնենք, մինչև ամեն ինչ կկարգավորվի։ Ոնց ասես։ Բայց ամեն ինչ մեզնից է կախված։ Ոչ ես փուլում։ Բաբան վատ առողջ է։ Ես չեմ ուզում իմ պատճառով խնդիրների մեջ ընկնի։ Ամոզում ես։
Փաստորեն արդեն տնից հեռու ես իջնում, որ ոչ ոք չտեսնի։ Կներես, բայց թող ես ինքս իմ անձնական հարցերը կարգավորեմ։ Միջնորդների կարիք չունեմ։ Լուրջ։ Ուրեմն այդպես առանց միջնորդների էլ ծնողներիդ օգնեիր հիվանդանոցից դուրս գրվեին։ Ինչ ես խոսում, Մերի։ Դե հա, Աստված գիտի թե դու որտեղ ես ման գալիս, իսկ ես ստիպված Սեմին թողնում եմ հիվանդանոցում մենակ, որ ձյաձ ավագին օգնեմ։ Շնորհակալ եմ։ Քո համար չեմ արել։ Միքայել ջան, ես ինչ անարդար աշխարհ, ամեն տեղ սուտ և կեղծիկ, իմիջանոց ասեմ, ամեն բարև տվող բարեկամ չի, չէ տիկին Անյուտա։ Դե հա, աշխարհը միշտ էլ այդպես է արել։ Կարողա, ողորմի մեր պապերին, աղձար ողորմի, ճիշտ էին ասում էլի մեր պապերը, ոցին պետք չի ծոցըտ տակացնես, հենց տակացավ առաջինը կեզ ագծելու, իրան պետի բնի մեջ խեղտես ու մորթես սպանես։ Հիմա լիքը ուրիշ ձևեր կան, պարտադիր չի խեղտես։ Տղա ջան, ես ձեր ժամանակակից ֆինդուֆլուշկեքս գլուխ չեմ անում, ես ավանդական մարդ եմ։ Տիկին Անյուտա, Բագրատ հետ խոսել ես այսօր։ Չէ, չեմ խոսել։ Մտենում ես ինչ վատ բան արել։ Ժամանակին պետք է ինֆորմացիան տեղ հասցնես։ Թե չէ տղեն, սրտից գլխից թույլ տղեն, ոնց պետք է դիմանա այդ ամեն ինչի։ Կներես իհարկե, բայց քո վերաբերմունքը իմ նկատմամբ սխալ է եւ անտեղի։ Սիրտս կկանգնի, Միքայել, ասում է, քո վերաբերմունքը անտեղի է, 100 անգամ հանցանքի վայրում բռնել եմ, ո՞րն է անտեղի։ Չհասկացա հանցանքը ո՞րն է։ Ինչի աղբորս հետ խոսելը հանցանք գործել է։ Չէ, ինչ հանցանք է, ինչ հանցանք է։ Ես տանը ճանճը տզում եմ մի անգամից Մոսկվա, եղբորը դակլադ է տալի։ Հնենք չանես, ես քեզ զգուշացնում եմ, հնենք չանես, որ աղբորդ հանձնեմ պետության ձեռը, պրոստը շատ էժան գնով, ջերի գնով տամ էտան։ Ջան։ Սրեն նայորը, սիրեցինք, հարգեցինք, տեղ տվեցինք, ելը մեզ աուտում։ Ուստերն ասել էլի, ագրավին ասում ես ծերտը տեղը, գնում է ծովի մեջ տեղը ծրտում է։ Ես չգիտեմ ինչ եմ անում։ Մոսկվայից բուժվելու պատրվակով եկա, որ այստեղ մենակության մեջ գոնե մի քիչ խիղճս հանգիստ ապրեմ։ Որ ավելորդ վեճի ու կռվի պատճառ չդառնամ, պարզվեց ավելի վտանգավոր վիճակում եմ հայտնվել։ Չգիտեմ, առողջությանս մասին մտածեմ, թե անցյալի հետքերը թաքցնելու։ Հիմա չեմ հասկանում, ինձնից եմ փախչում, թե իրականությունից։ Ճիշտ եմ անում, որ գնում եմ, թե սխալ։ Մտքերս խառնվել են, ոչ մի բան չեմ հասկանում։ Կյանքն էլ իր օրենքներն է թելադրում, ուզենք թե չուզենք։ Դրա համար էլ ամեն ինչ Աստծուն եմ հանձնել։ Ես այլևս ի վիճակի չեմ ինչ-որ բան փոխելու։ Ինչ-որ լինելու է, կլինի։ Միայն թե թող բարին կատարվի։
ջան, ինչ լավ է տանն ես։ Առանց քեզ տոնն հենց դատարկ էր։ Մամ։ Բան ա եղել։ Զանգում ենք, զանգերին չես պատասխանում։ Մեր ենք ենում հիվանդանոցից տուն են գալիս, մեր ինսեմին թողում ա, մեզ ա օգնում։ Ուրիշ ինչ պիտի լինի։ Ուղղակի Ուր է իր Անգելինը։ Մամ, ես իրավունք չունեմ մի ժամով տնից դուրս գամ։ Չէ, իհարկե ունես։ Բայց սենց կարևոր օր, որ հորդ հիվանդանոցից դուրս են գնում։ Դու մեր կողքը պետք է լինես, ոչ թե հարևանի աղջիկը պետք է մեզ օգնի։ Մամա, երբ որ պետքա մերին մեր տան աղջիկն է, մեր քույրն է, բայց հենց պետք չի հարևանի աղջիկն է։ Անգելինա, լավ կլինի արդարանալու փոխարեն սխալդ ընդունես։ Ես կբացեմ։ Բարև ձեզ։ Կարող եմ ներս գալ։ Բարև ձեզ։ Իհարկե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ անապընկալ էր Աննա Բագրատովնա։ Համեցեք նստեք։ Շնորհակալ եմ։ Ճիշտն ասած, ես մի շատ կարևոր հարցով եմ եկել։ Ինչ հարց։ Լսում եք։ Ես առանց երկար-բարակ նախաբանի անցնեմ բուն թեմային։ Ուզում եմ իմանալ, ինչու թույլ չեք տալիս, որ Հենրին ու Անգելինան միասին լինեն։ Երեխեքը սիրում են իրար, ինչ պատճառ կա խանգարելու։ Իսկ դուք համոզված եք, որ իսկապես ուզում եք իմանալ պատճառը։ Ես խնդիր չունեմ, կարող եք մինչև վերջ անկեղծ լինել։ Ես ձեր փոխարեն այդքան վստահ չէի լինի։ Իսկ ես վստահ եմ, դրա համար էլ էստեղ եմ։ Ուզում եմ, որ դուք խոսեք, ես լսեմ։ Խնդրում եմ եկեք ավարտենք, հա, այս խոսակցությունը։ Չէ, ինչի։ Քանի սկսել ենք, եկեք խոսենք։ Ես ուզում եմ իմանալ, ինչի թույլ չեք տալիս, որ իմ տղան ու ձեր աղջիկը միասին լինեն։ Դեմ ենք եւ վերջ։ Չէ, մի րոպե, այդպես չեղավ։ Բա ուր մնաց ձեր ինտրիգային հարցը, չեք ուզում պատճառն իմանալ, այո, ես ուզում եմ պատճառն իմանալ։ Միգուցե դուք այնպիսի պատասխան եք տալիս, որ ես ինքս էլ համոզվում եմ, որ մեր երեխաները չպիտի միասին լինեն։ Ախր ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ բացատրության կարիք ուղղակի չկա։ Կներեք, բայց երևի ես կույր եմ, որովհետև այդ ակնհայտությունը չեմ տեսնում։ Խնդրում եմ, Աննա Բագրատովնա, պետք չի։ Պետք է։ Տիկին Վիկտորիա, բացեք իմ աչքերը։ Դե նայեք ձեզ ու նայեք մեզ։ Դուք Վիկտորիան եք, ես Աննան եւ Ես սոցիալական դիրքի մասին եմ խոսում։ Իրենք անհամապատասխան սույք են։ Տիկին Վիկտորիա, ես չեմ հավատում, որ դուք հիմա այս ամենը լուրջ եք ասում։ Մի անգամ այն։ Ու մենք չենք ցանկանում, որ մեր համեստ, բարի, խելացի աղջիկը կապի մեջ մտնի դեր անդաստիրակ տղայի հետ։ Կներեք, բայց ձեր պատասխանները ինձ համար շատ անտրամաբանական են։ Ինձ թվում է դուք խնամքով ինչ-որ բան եք թաքցնում։ Ինչ ես դες նայում։ Ես հասկանում եմ, որ դուրս չեկավ, ոնց խոսեցի Անյա ջոջայի հետ։
Դե հազարտովս չի։ Ու դու այդ ինձնից լավ գիտես։ Հերիքա ճնշես Աննային ու Անետին։ Հասկացանք։ Ես տղամարդ եմ ու իմ ընտանիքի հարցերը ես ինքս կլուծեմ։ Արա դու գնա քո կնգատ հարցերը լուծի։ Ինձ էլ ուղղություն մի տուր թե ես ոնց խոսամ Անետի հետ, ոնց չխոսամ։ Այդ քո ճոճ անյուտան։ Ես մեր տան եղածը, ասենց հատ առ հատ զեկուցում է Մոսկվա իր այդ տխմար Բագրատին։ Դե լավ հասկացանք, հա, բայց պետք չի այդքան դրան կարևորություն տալ։ Բագրատն էլի, ասենք թե մի երկու բան իմացավ։ Ինչ պետք է անի մեզ։ Ես ինչ աղել քո հիշողության հետ տղա ջան։ Խոսք են Բագրատի մասին, ով մեզ էշի տեղ դրեց աղջիկը նաղդեց մեր վրա։ Դե լավ էլի պապ։ Դե ես ընդամենը քեզ հիշացնում եմ, թե ով է Բագրատը, որ Բագրատի մասին է խոսքը։ Վաստած ոչ անի, որից մի օր ես այդ տխմարին հանդիպեմ, ես իրա տեղը ցույց կտամ։ Չեմ կարծում, որ կհայտնվի։ Ընդհանրապես կարծում եմ չարժի իր առածների համար իրեն պատին դեմ տալ։ Միքայել, ես ինչա գո այդ կատարում, տղա ջան։ Կարող է քեզ թուղթու գիրեն արի Անետն ու Աննան։ Ես բարի փերի ես դառել չեմ հասկանում։ Գիտակցում եմ, բայց արձագանքդ արդեն ուշացած է։ Դե ուրեմն ժամանակին դու արձագանք էիր։ Դա այդ գլուխը ջարդ էիր։ Հա հետո Բագրատը մեռներ։ Բայց ես ինչ անեի, գնայի Բերթուն փդեի։ Դու չէ այդ տղա ջան, եթե ես իմանայի ինչի համար ես սատկացրել, դու ասկի Բերթի ճամպեն էլ չէիր իմանա։ Տուն տեղս կծախի քեզ Բերթից կհանեի։ Երկար ես որոշեց ձերոնց հետ վիճված մնաս։ Այնքան միջև իրանք չընդունեն ու չհասկանան իմ ընտրությունը։ Որ ճիշտ ասեմ, ես էլ եմ զարմացած, որ ձերոնք կարան այդքան կարևորություն տան փողին։ Ինչի մասին ես խոսում։ Դե այն որ դեմ են քո ու Անգելինայի հարաբերություններին։ Դուք հարուստ եք իրանք նորմալ ապրող ժողովուրդ։ Էդ էլ խանգարում է ձերոնց։ Տենց ես մտածում։ Բա ուրիշ էլ ինչ։ Չէ, ես տես չեմ մտածում։ Հորս ու պապուս խանգարող ուրիշ բան կա։ Տարօրինակն է նա, որ պապս սկզբից իմ կողմից էր, իսկ հիմա իմ դեմ է դուրս եկել։ Բա ոնց բացատրեց այդ փոփոխությունը։ Ոչ մի ձև։ Չգիտես շախունցները բացատրություն տալ չունեն, ոնց ուզում անում են։ Դու էլ պետք է խելոք ենթարկվես։ Ով է շեղվում է, հոպ, Ռաստրել։ Իրանք գիտեն հալալ ջան։ Չեն ուզում ընդունեն Անգելինային, թող չընդունեն։ Բայց թող չմտածեմ, որ օթերս փակելով կհրաժարվեմ Անգելինայից։ Լսի հենո ախպեր, քանի մենք մերոնցով ենք, դու իրոք սիրում ես այդ աղջկան, թե ուզում ես հասնես մոտդ պրինցիպա։ Էլի գլխի վրա ընկար։ Ապա դե այնքան տարօրինակ է, որ դու սիրում ես։ Դուր, սերնուր, կյանքում ոչ մի աղջկա համար կռիվ չես տվե, չես պայքարե, իրանք են իրանց ոտով եկե ու գնաց է։ Անգելինան ուրիշ է։ Ու ես գիտեմ, որ ինքն է իմը։ Ու այդ չի քննարկվում։ Լավ, դու ձերոնցից հրաժարվեցիր, բա ինքը իրանց տնեցիք էլ են, չէ դեմ։ Հա, ինքն էլ է պայքարում։ Էլի տարօրինակ է, ախպեր ես։ Սովորաբար չունե, որ ընտանիքները ուզում են հարուստ փեսա ունենան, իրանք էլ հարուստ փեսա ունեն, ձև են բռնել։ Իրանց աղքատ հպարտի պես են պահում։ Ես դրա մասին հիմա չեմ մտածում։ Մենակ մի բան գիտեմ, հալալ, սենց չի կարա շարունակվի։ Ինձ գործ է պետք։ Հանգստացար։ Անես բան ասեցիր, լավա ուշքս չգնաս, դուր աշխատել նուր։ Կաշխատեմ, կտենաս։ Դու միջև այսօր շախունցների փողերն ես ռասկրուպ կարել, ու հիմա ուզում ես աշխատես։ Ասում եմ կաշխատեմ, կտենաս։ Այդ կապակցությամբ կարող է գնանք մի հատ հաց ուտենք, ավելի կոնկրետ խաշ, սիրտս խաշ է ուզում։
Խաշի ժամանակ չի։ Արի գնանք տուն, ես մի հատ լողանամ, հետո ամեն ինչ կհասկանանք։ Ինչ կարող ենք մենք թաքցնել։ Այդ ձեր ասածը իսկապես ծիծաղելի է։ Ես ձեզ խնդրում եմ։ Մի խանգարեք ձեր աղջկան երջանիկ լինել։ Դուք չգիտեք, թե ինչ ցավոտ է, երբ ծնողը սեփական ձեռքով դատապարտում է իր երեխային դժբախտության։ Դուք այնպես եք խոսում, ասես ձեր ընտանիքը կողմ է նրանց միությանը։ Մեր ընտանիքում կամ ես, ով պատրաստ է մինչև վերջ պայքարել իր երեխայի երջանկության համար։ Խնդրում եմ մեզ չներքաշել ձեր պայքարի մեջ։ Ու այնպես չանեք, որ Անգելինա ստիպված լինի հրաժարվել վերապատրաստումից, ու ձեր պատճառով ինչ-որ խնդիրների մեջ ընկնի։ Մեր խոսակցությունը ոչ մի կերպ չի ստացվում։ Ես մեծ հույսերով եկա ձեզ մոտ, բայց հուսախաբ հեռանում եմ։ Պետք չէր ընդհանրապես գալ։ Կներեք, բայց ինձ ձեր պատասխանը չբավարարեց։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ավելին իմանամ։ Հաջողություն։ Ես ձեզ կճանապարհեմ, Աննա Բագրատովնա։ Պետք չի բալես։ Ես դրան տեղը լավ գիտեմ։ Հաջողություն։ Մենք դեռ կհանդիպենք։ Հաջողություն։ Ինչի եք ինձ տենց նայում։ Ես էլ ձեր նման չգիտեի, որ ինքը գալու է։ Բայց հասկացար, չէ՞ որ այդ կինը իր գալով ոչինչ չփոխեց։ Փոխեց։ Ես վատ դրության մեջ հայտնվեցի։ Դուք շատ կոպիտ էիք իր հետ։ Պետք է արագ կապնվել Միքայելի հետ։ Թող մի բան անի, սենց այլևս չի կարող շարունակվել։ Կարող է քեզ թուղթուգիր են արի անետնում Աննան։ Ես բարի փերի ես դառել չեմ հասկանում։ Գիտակցում եմ, բայց արձագանքը արդեն ուշացած է։ Դե ուրեմն ժամանակին դու արձագանք էի։ Դա իմ գլուխը ջարդ էի։ Ուր ես։ Ես էլ քեզ էի ուզում նույն հարցով զանգել։ Դու որտեղ ես։ Փաստորեն բան է փոխվել, մեր կյանքում։ Սկսել ես հետաքրքրվել ինձնով։ Չէ, ուղղակի կարևոր բան կա խոսելու։ Տնից դուրս եմ գալիս։ Հենց հետ գամ կխոսանք։ Եթե դժվար չի, սպասի ինձ։ Լավ կլինի հիմա խոսանք։ Գոնե թեման ասա մի քիչ պատրաստվեմ, էլի։ Եթե օրինակ ասենք սիրային թեմայով ենք խոսալու, գնամ մի քանի հատ սիրային թեմայով բանաստեղծություններ սովորեմ։ Գիտես, քո այս ցինիկ պահվածքը հիմա էջ տեղին չի։ Մի րոպե, էս ինչ էր։ Դու ուզում ես ակնարկես, որ մենք շատ լուրջ զրույց ենք ունենալու։ Շատ լուրջ։ Դե ուրեմն անհամբեր սպասում եմ տանը սիրելիս։ Սրա ուզած ինչ արա։ Շոր լավ ոտ չեմ առնում սրանից։ Ձյաձ են դու։ Գերց տղա, դա չբարձրացնես, մի կողմ կաշվի։
Չեմ խանգարի, չէ՞ իմ ներկայությամբ։ Բայ եղավ։ Ինձ համար մեծ պատիվ է իմ համեստ օջախում ձեզ հյուրընկալելը, ինչով հյուրասիրեմ։ Էս ամեստ, հա։ Դե, ապրում ենք էլի։ Լավ էլ մի կնկումա, գնանք երուչիտ կանչի։ Բաղնիքում է, հեսական չեմ։ Միջտապի անկրծ երմանջերով իրան չվահարի։ Ասում եք, ձեզ ինչով հյուրասիրեմ։ Դու ես ինքս դիկին։ Միքայել, ինչ ես անում։ Բարկացած ես։ Կուզես մի հատ հանգստացնող խոտերով թեյ պատրաստեմ, միասին խմենք։ Ստվացիմ, ինչ ես դու միշտ ես կերպարի մեջ։ Ինչ կերպար։ Ես ուզում եմ ընդհանրապես թեյ պատրաստել քեզ համար, իմիջայլոց, առանց անետի միջամտության։ Չէ, սենց չեղավ։ Այսօր շատ նյարդային ես տուն եկել։ Հետաքրքիր է, որ մի հղինակ ես սենց նյարդայնացրել, հա, սիրելիս։ Աշխատանքից չեմ գալիս։ Ամոթ չլինի հարցնելը։ Բա որտեղից ես գալիս։ Գնացել էի Անգելինայից տուն։